Այսօր ես ձեր բժիշկ Անահիտը ներկայացնում եմ իսկապես բնական միջոց տեսողության բարելավման համար։ Այս օգտակար բաղադրատոմսը պատրաստվում է ընդամենը 10 րոպեում։ Ձեզ հարկավոր է ընդամենը 5 բաղադրիչ։ Բավական է ամեն երեկո քնելուց առաջ ընդունել 1 գդալ խառնուրդ, եւ արդեն առավոտյան դուք կզգաք շատ ավելի լավ։ 7 օր հետո ձեր տեսողության մշուշը կվերանա, աչքերի հիվանդությունների բոլոր ախտանիշները կդառնան շատ ավելի թույլ արտահայտված։ Բացի տեսողության ամրապնդումից, այս հրաշագործ խառնուրդը բարելավում է լսողությունը, հիշողությունը եւ ուշադրության կենտրոնացումը։ Մնացեք ինձ հետ մինչև վերջ եւ իմացեք, թե ինչպես է պատրաստվում այս հզոր բնական միջոցը։ Իսկ հիմա սկսենք։ Տեսողության ամրապնդման համար բնական դեղամիջոց պատրաստելու համար մեզ հարկավոր է 5 օգտակար բաղադրիչ։ Առաջինը տնային պայմաններում աճեցված գազար։ Ընտրեք 1 մեծ կամ 2 փոքր գազար, լվացեք եւ մաքրեք։ Հին ժամանակներից գազարը համարվում է աչքերի առողջության լավագույն բնական դեղամիջոցը։ Այն պարունակում է բետա-կարոտին կոչվող նյութ, որը օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի։ Այնուհետև վիտամին A-ն վերածվում է ռետինոլի, միացության, որը կարևոր դեր է խաղում ձեր տեսողության եւ դիոպտրիների առողջության համար։ Գազարը տկրատեք օղակներով եւ տեղափոխեք ավելի փոքր ամանի մեջ։ Գիտեք, որ գազարը շատ ավելի երկար կմնա թարմ, եթե պարզապես դնեք ջրով լցված բանգայի մեջ եւ պահեք սառնարանում։ Հաճախ մեզ թվում է, որ երբ գազարը մի փոքր մնան, չորանում են եւ պետք է դեն նետել, բայց իրականում նրանք պարզապես ջուր են ուզում։ Հաջորդ բաղադրիչը տնային ընկույզ, պոպոկ։ Սա այն սնունդն է, որը միշտ պետք է ունենաք տանը։ Ընկույզը մեծ քանակությամբ օգուտ է բերում առողջությանը։ Համարվում է, որ բնության մեջ ուղեղի առողջության համար ավելի լավ դեղամիջոց չկա, եւ հենց դրա համար էլ ընկույզը նման է ուղեղի։ Ընկույզը շատ լավ միջոց է վատ տեսողության դեմ շնորհիվ հատուկ նյութի՝ օմեգա 3 ճարպաթթուների, որոնք զգալիորեն նվազեցնում են աչքերի չորությունը, սնուցում են ցանցաթաղանթը եւ կազմում են տեսողական նյարդի թաղանթը։ Մեզ հարկավոր է 50 գրամ ընկույզ։ Հենց այդքան է պետք այսօրվա բաղադրատոմսի համար։ Ընկույզի մեջ պարունակվող վիտամիններից կան վիտամին A, B1, B2, B3, E, որը հիանալի կանխարգելում է կատարակտը, հանքանյութերից ֆոսֆոր, կալիում, երկաթ եւ մագնեզիում։ Երրորդ բաղադրիչը մեր բաղադրատոմսում կիտրոն։ Ինչպես օգտագործել կիտրոնը իդեալական տեսողության համար։ Միշտ օգտագործեք օրգանական աճեցված կիտրոններ։ Մեզ հարկավոր է 1 կիտրոն։ Նախ մաքրեք կեղևից, այնուհետև կտրատեք ավելի փոքր խորանարդիկների, այնուհետև տեղափոխեք ավելի փոքր ամանի մեջ։ Կիտրոնը սովորաբար օգտագործվում են մրսացության ժամանակ, մեծ քանակությամբ վիտամին C-ի շնորհիվ։ Սակայն կիտրոնի հյութը պարունակում է շատ ավելի օգտակար նյութեր եւ կարող է ունենալ բազմաթիվ կիրառություններ, որպես բնական միջոց։ Կիտրոնի հյութը հիանալի միջոց է տեսողության համար, քանի որ պարունակում է լյուտեին եւ զեաքսանդին։ Այս սննդանյութերը շատ օգտակար են դեղին բծի դեգեներացիայի դեմ, որը տեսողության կորստի հիմնական պատճառներից մեկն է։ Մենք պատրաստեցինք բաղադրիչները եւ անցնում ենք հաջորդ քայլին։ Այստեղ մեզ հարկավոր է էլեկտրական մանրացուցիչ։ Ավելացրեք բոլոր 3 բաղադրիչները՝ օղակներով կտրատված գազարը, 50 գրամ տնային ընկույզը եւ 1 մաքրած խորանարդիկների կտրատված կիտրոնը։ Միացրեք սարքը եւ սկսեք մանրացնել բաղադրիչները։ Դա կարող եք անել բավականին արագ, կախված ձեր մանրացուցիչի հզորությունից։ Հիմա օգտագործեք գդալ իջեցնելու համար մնացած բաղադրիչները, որոնք չեն մանրացվել։ Ապա նորից միացրեք սարքը եւ շարունակեք մանրացումը։ Մենք ստանում ենք խիտ եւ միատարր խառնուրդ։ Այս հրաշալի դեղամիջոցն ավարտելու համար ավելացնում ենք եւս 2 բաղադրիչ։ Առաջինը ձիթապտղի յուղ։ Այս չափազանց օգտակար յուղի հիմնական բաղադրիչը օմեգա 3 ճարպաթթուներն են, որոնք պարունակվում են նաեւ ընկույզում։ Ավելացրեք 1 փոքր գդալ սառը առաջին անգամ սեղմված ձիթապտղի յուղ մանրացուցիչի մեջ, որտեղ դեռ խառնուրդն է։ Հաջորդը տնային մեղր։ Սա իսկական վիտամինային ռումբ է, որը բազմաթիվ նպատակներ ունի աչքերի առողջության համար։ Մեղրը օգտագործվում է եղջերաթաղանթի խոցերի, կոպերի բորբոքումների, աչքերի չորության եւ բակտերիալ կոնյունկտիվիտի բուժման համար։ Ավելացրեք մանրացված խառնուրդին 1 լիարժեք գդալ մեղր։ Միշտ օգտագործեք փայտե գդալ։ Ձիթապտղի յուղի եւ մեղրի ավելացումից հետո նորից միացրեք մանրացուցիչը եւ խառնեք մինչեւ բոլոր բաղադրիչները լավ խառնվեն։ Մենք ստացանք ֆենոմենալ բնական միջոց տեսողության համար։ Տեղափոխեք խառնուրդը ապակե բանկայի մեջ։ Եթե փնտրում եք միջոց առանց ակնոցների բարելավելու ձեր տեսողությունը բնական ճանապարհով, սա իդեալական դահատյակամշ է ձեզ համար։ Ընդունեք 1 գդալ խառնուրդ ամեն 3 օգնելուց առաջ։ Ստացված խառնուրդը փակեք կափարիչով եւ պահեք սառնարանում։